Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական կարևոր հարցեր։ Այս պահին շարունակում ենք ամփոփել 2025 թվականի կարևոր իրադարձությունները։ Իմ զրուցակիցը Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ իմ ընկեր Ռուբեն Մերաբյանն է։ Ողջույն Ռուբեն։ Ողջույն։ Որն է ըստ քեզ 2025 թվականի երկրորդ կարևորությամբ նշանակալի իրադարձությունը մեր երկրի համար, որ ունեցել է ֆունդամենտալ, բեկումնային կարևորություն եւ նշանակություն։ Մենք նախորդիվ խոսեցինք հունվարի 14-ի ամենասկզբի, ամենաառաջին հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության փաստը ընդգծեցինք, կարծես ընդհանուր նկարագիրը տվեցինք, դրանում տեղ գտած կարևոր դրույթները հատկապես ընդգծեցինք, որն է հաջորդը կարևոր իհարկե այն էր, որ այդ ռազմավարական գործընկերությունը, որը ըստ էության դասավորություն փոխեց մեր տարածաշրջանում, կարելի ասել միջավայր փոխեց մեր տարածաշրջանում, արդեն հանգեցրեց մեր եւ մեր պրոբլեմային հարևանների միջև հարաբերությունների վերաֆորմատավորման։ Պրոբլեմային հարևաններ ասելով բնականաբար մենք հասկանում ենք եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ողջ տարվա ընթացքում մենք տեսանք հաջորդական քայլեր եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ Թուրքիայի հետ հարաբերություններում, որոնք ըստ էության ածանցվում են այդ ռազմավարական գործընկերությունից։ Դա նախ եւ առաջ մարտ ամսին այն հայտարարություններ, որ այլևս խաղաղության համաձայնագրի շուրջ բոլոր կետերը համաձայնեցված։ Բոլոր կետերը համաձայնեցման գործընթացը ավարտված է, բոլոր կետերը համաձայնեցված են։ Երկու կետեր բնում պաշտոնական Երևանը փաստորեն դրանով ասում էր թող քո ասածով լինի այդ երկու կետն էլ, բայց այլևս վերջ։ Խոսակցությունն ավարտված է։ Մենք հիշում ենք, որ դա ինչ կետերից երկուսը, որին մասին հիմա դուք խոսում եք, մեկը սահմաններին երրորդ երկրների երկրորդ ուժերի ներկայության բացառումն է պայմանագրի ուրեմն ստորագրումից հետո եւ փոխադարձ միջպետական հայցեր սրանք շատ կարևոր նրբություններ են տեսեք ներկայություն դա մի բան է ուժերի ներկայություն ուրիշ բան է եւ դեռ պիտի հասկանանք դա վերաբերում է եվրոպական միության այս քաղաքացիական առաքելությանը թե ոչ պիտի հասկանանք եւ այդտեղ ինտերպրետացիայի խնդիր կա դրան կվերադառնանք գալով ես ճիշտ ասած կուզեի այստեղ մի դիտարկում անել իդեպ Միացյալ Նահանգների նոր վարչակարգի հետ մեծ հույսեր էր կապում Ալիևը դերևս Տրամպի ընտրությունից առաջ իր հստակ համակրանքն էր Ալիևը քանից փորձենք մի հատ հասկանալ ինչ նշել Տրամպի նկատմամբ իր համակրանքը հույս կապելով որ Տրամպի գալով Ադրբեջանի համար այս տարածաշրջանում սանձարձակ գործելու նոր աշխարհակահաղական պայմաններ կստեղծեն մի բան որ նա զգացել էր 2020 թվականին մտածելով որ Տրամպը առանձնահատուկ ուշադրություն այս տարածաշրջանին չի հատկացնելու եւ դա իր համար այստեղ ավելի ազատ գործելու հնարավորություն է ստեղծում եւ իդեպ շատ սինխրոն 2025 թվականի հունվարի 14-ի փաստաթղթի վերաբերյալ խոսում էին եւ Հայաստանի մեր քաղաքական հակառակորդները եւ մեր երկրի քաղաքական հակառակորդները դրսում նշելով որ այդ համաձայնությունը հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը չի կարող արժեք ունենալ որտեղ PR ռեակցիայի նախորդ վարչակազմի PR ռեակցիան եւ Ընթառաջ Փաշինյանի եւ Տրամպի կողմից դա վերցվել որպես դա լուրջ չի, հեսա տեսեք ինչ են եւ սա իրապես մտահոգություն էր ստեղծում Երևանում եւ ընդհուպ միջև տարբեր ամերիկացի, նաեւ ամերիկահայ փորձագետներ նշում են, որ Գարնանը կարող էր նոր էսկալացիայի, այսպես հող ստեղծել։ Եվ ըստ էության մենք սրացում տեսանք Գարնանը հենց անմիջապես նրանից հետո, երբ Հայաստանը խոսեց այն մասին, որ այլևս պայմանագրի տեքստը համաձայնեցված է,
Սա ոնց որ թե տհաճ անակնկալի բերեց Բաքվին։ Եվ եկեք հասկանանք, որ Բաքվի հույսերը կապված Թրամփի հետ, դրանք հույսեր էին հիմնված Ադրբեջանի այն ռևիզիոնիստական պատկերացումների վրա, որով նա առաջնորդվում էր 20 թվականից սկսած։ Սնուցվելով այն ըստ էության մարտնչող ռևիզիոնիզմից, որով առաջնորդվում է այսօր Ռուսաստանը։ Ռուսաստանը հիմա ջարդում է Ալմաթիի հռչակագրի դրույթներով հիմնված ճարտարապետությունը ողջ հետխորհրդային տարածքում։ Ինչի հիման վրա կառուցվել է մեր խաղաղության ամբողջ։ Այո, եւ դրա համար է բնականաբար դրա համար է Ռուսաստանն անդիմանում մեր այս ուրեմն բազային, ուրեմն մեր քաղաքականության տարածաշրջանում եւ ըստեյության Ալիևն ավելի շատ հաշտեր հենց ռուսական պատկերացումների հետ, որովհետեւ իր շանսն էր տեսնում դրա մեջ, այդ պատկերացման մեջ, ինչը մենք ջարդեցինք փաստորեն։ Ինչը նաև գարնանը ռուս-ադրբեջանական հարաբերությունների այդ դեռ շատ մոտ փուլներ դեռ տեղի չէին ունեցել հայտնի իրադարձությունները Ռուսաստանում, երբ տեղի չէր ունեցել հայտնի օդանավի հետ կապված միջադեպ Ղազախստան դեպի ուղևորվող Ադրբեջանից, երբ փաստորեն ռուսական անօթաչու հակաօդային պաշտպանություն խփեցին համակարգը արձագանքել էր ուկրաինական անօթաչուներին եւ ուրեմն խոցել էր ադրբեջանական օդանավը, ինչը երկար այսպես նաեւ գործընթացների պատճառ դարձավ, խզումների պատճառ դարձավ, իհարկե կարծես վերականգնվել են այդ հարաբերությունները, բայց նախկին տեսքը դեռ չեն ստացել, առավել կարծում եմ, որ դրան նպաստում են նաև ռեգիոնալ հիմնարար զարգացումները եւ Ադրբեջանի միջազգային ընդգծված այսպես նոր կշիռը թույլ չի տալիս, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ նախկին ուրեմն խորությունը վերագտնի հարաբերությունների, որովհետև իր ընտրության հնարավորություններն ու բազմազանեցման այսպես պալիտրան այս նոր զարգացումների հատկապես կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, այս միջանցքի շուրջ զարգացումների համատեքստում բավական էապես մեծացել է եւ սա նաեւ ի նպաստ մեզ է, դա պիտի արձանագրենք, որքան ավելի քիչ Ադրբեջանը մերձեցնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնքան Ադրբեջանը մերձենալու է մեր պոտենցիալ դաշնակիցների եւ գործընկերների հետ, ում հետ մենք ունենք շատ ավելի գործնական հարաբերություններ եւ դա ավելի կառավարելի դարձնի process-ները տարածաշրջաններ Ադրբեջանի նկատմամբ։ Եվ իհարկե, այո, ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր էին խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը, այստեղ իհարկե շարունակում է սահմանադրության հարցը չափազանց կարևոր մնալ, մինչև այս պահը Ադրբեջանը շարունակում է պահանջել սահմանադրության փոփոխություն, ինչը ինձ այնքան ոչ թե այդ պահանջն է նույնիսկ հետաքրում, որքան ընդհանրապես սահմանադրության այս քննարկումների ճնշման տակ Հայաստանին տանել սահմանադրական փոփոխությունների եւ եթե սահմանադրության հանրաքվեն չի անցնում եւ նոր սահմանադրության տեքստը չի վավերացվում, ժողովուրդը դա մերժում է, իսկ մենք գիտենք, որ սահմանադրական հանրաքվեն շատ ավելի լուրջ ընթացակարգերով է անցնում, մոտավորապես կարծեմ նվազագույնը մենք 800,000 մարդու մասնակցության պահանջ ունենք, ոչ միայն կողմ կամ դեմ լինելու, այլ որպեսզի այն այո համարվի կայացած, մենք պիտի այդ մասնակցությունը կարողանանք ապահովել եւ հաշվի առնելով քաղաքական ապատիկ ընդհանուր տրամադրությունները եւ հաշվի առնելով, որ այդ հանրաքվեն տեղի ունենալու համապետական ընտրություններից հետո, երբ ընդհանուր այսպես նաեւ քաղաքական տրամադրություններն են լինելու անկումային, կարելի է նաեւ պատկերացնել, որ գուցեև չհաջողվի այդքան մարդ տանել ընտրատեղամասեր։ Ինչ է լինելու դրանից հետո։ Եվ այս իմաստով միջազգային մեր գործընկերները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի նախ այս պայմանը դուրս բերեն օրակարգից։
Եվ մենք այս իմաստով կարծում եմ ահռելի աշխատանք ունենք անելու, որպեսզի գոնե ամերիկացիների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, հատկապես օգոստոսի 8-ի համատեքստում, քանի որ նա իրենց միջնորդությամբ եւ իրենց վկայությամբ է տեղի ունեցել, կարողանան կյանքի կոչել առանց այս ավելորդ պայմանականությունների, որովհետև բուն տեքստում մենք որևէ պայման չունենք սահմանադրության հետ կապված եւ նախաստորագրված այս խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ հնարավորություն է տալիս անհրաժեշտ ճնշում բանեցնել Ադրբեջանի նկատմամբ եւ միջև օրինակ համապետական ընտրություններ մենք բազմաթիվ հնարավորություններ ունենք եւ պատեհություններ ունենք 2026 թվականի առաջին կեսին, որպեսզի ուրեմն այս պայմանագիրը կարողանանք ստորագրել, որտեղ իր նշանակությամբ ինքը շատ ավելի կարևոր էր երևի թե նախաստորագրումը, որտեղ նախաստորագրման առիթով մենք ահռելի միջազգային արձագանք ստացանք։ Այո։ Հիմնական տասնյակ երկրներ եւ հատուկ հայտարարությամբ էին հանդես գալիս հենց այս փաստով։ Այո, որ Վաշինգտոնում հատկապես նախաստորագրվեց այս պայմանագիրը եւ դրան ըստ էության ոչինչ չի մնացել, ոչինչ չի խանգարում, որպեսզի պայմանագիրը վերջնական տեսք ստանա եւ ստորագրվի։ Եվ իհարկե մենք հասկանում ենք, որ դա եւս միջազգային խմորումների, զարգացումների արդյունքում կարող է շրջվել, կարող է նոր զարգացումներ նախանշվել եւ հիմնական իհարկե զարգացումը կախված է թե Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ինչպիսի պայմանավորվածություններ կկայանան Ուկրաինայի շուրջ եւ արդյոք ուկրաինական պատերազմի արդյունքում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն Ռուսաստանի դիրքերը այստեղ կուժեղացնի։ Ուղղակի կամ անուղղակի։ Այո, եթե մենք կարողանանք առնվազն պահպանել այն ազդեցությունը, որ այսօր գոյություն ունի, Հայաստանը շանս կունենա շատ ավելի առաջ տանել իր այս օրակարգերը, որոնք պետության դիմադրողունակությունն են ավելացնում, դիմակայունությունն են ավելացնում եւ ընդհանրապես արևմուտքի հետ մեր ցանկացած գործակցություն միայն օգտակար է մեր պետության ներքին կայունության, ներքին դիմադրողունակության համար։ Շատ կարևոր է ֆիքսել հետեւյալը, երբ մենք տեսնում ենք այն ողջ դինամիկան 25 թվականին, որ մենք ունեցանք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, ինձ բերում է այն շատ հստակ համոզման եւ եզրակացության, որ փաստորեն մեր այս հարաբերությունները զարգացող Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության հետ իրենց հերթին սնուցում եւ խթանում են այս Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դինամիկան եւ հակառակը, որքան մենք առաջընթաց ենք ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, այնքան ավելի մեծ հնարավորություններ է բացվում մեզ համար մեր այն չռեալիզացված այն ահռելի ներուժը հարաբերությունների, որ մենք ունենք Միացյալ Նահանգների, ընդհանրապես Արևմուտքի հետ, դա իրականություն դարձնելու հաստատակավորում է։ Դրանք փոխկապակցված շատ կարևոր հարաբերությունները, որտեղ թե Ադրբեջանի հետ եւ թե Թուրքիայի հետ մենք չենք ունեցել երկկողմ շփումներ, երկկողմ հարաբերություններ եւ երրորդ կողմերը մշտապես օգտվել են այդ երկկողմ ձևաչափի հարաբերությունների չգոյությունից եւ իրենց շահն են առաջ տարել։ Այո։ Երրորդ երկրները հատկապես պիտի ասեմ, որ Ռուսաստանը թե Ադրբեջանի դեպքում, թե Թուրքիայի դեպքում մշտապես ուզել է լինել միջնորդ եւ ակնհայտորեն երբ Հայաստանը չի ցանկացել երկկողմ ձևաչափով շփվել Բաքվի եւ Անկարայի հետ, դա արել են ուրիշները եւ արել են մեր հաշվին, մեր տարածքների, մեր կյանքերի եւ մեր շահերի հաշվին։ Հիմա Հայաստանը ըստ էության, ինչպես դուք եք նշում, արևմուտքի հետ խորացող հարաբերությունների համապատկերում կարողացավ այնքան փոխել իր կշիռը, այնքան ավելացնել իր քաշը, որ դա հնարավորություն ստեղծեց Ադրբեջանին եւ Թուրքիային մտածել, որ շատ ավելի շահեկան կարող է լինել ուղիղ խոսել Երևանի հետ եւ թույլ չտալ, որպեսզի երրորդ կողմերը
այստեղ իրենց շահերը առաջ մղեն այս խոսակցության մեջ ներքաշվելով։ Եվ մանավանդ Ռուսաստանը եւ մանավանդ հենց նրա համար, որ այդ ռուսական ռևիզիոնիզմից, մարտնչող ռևիզիոնիզմից սնուցվող հնարավոր Ալիևյան ռևիզիոնիզմը ուղղակի սկսի չաշխատել մեր տարածաշրջանում եւ Ալիևը ուրիշ հարթության վրա իր շահը փնտրի, ինչը միանգամայն լեգիտիմ է։ Եվ մենք էլ փորձենք համադրել մեր ընդհանուր տարածաշրջանային շահերի հետ եւ պատկերացրեք, որ մեզ մոտ ստացվեց դա, սկսել է ստացվել դա, իհարկե հիմնական աշխատանքը դեռ առջևում է եւ արդյունքում մենք ունենք Ադրբեջանի հետ այն, որ տրանզիտային սահմանափակումներն են դուրս գալիս, մենք սկսել ենք նավթամթերք ձեռք բերել Ադրբեջանից, ադրբեջանական մամուլն այսօր ադրբեջաներեն ընդ որում, ոչ ռուսալեզու։ Նրանք գրում են, իսկ եթե տենց այս ինչն է, օրինակ մեզ խանգարում, Հայաստանից գնել կոնյակ, կոմպոտներ, մուրաբաներ, սիգարետ, որը ժամանակին ամենամեծ եւ շատ հարգի էր, իդեպ ես լավ հիշում եմ։ Հիմա մենք այս ամենը մենք տեսնում ենք, սրանք շատ հստակ քայլեր են ուղղված տարածաշրջանում փոխկապակցվածության ձևավորմանը։ Իսկ դա նշանակում է ընդհանուր տնտեսական շահի ձևավորմանը։ Իսկ դա էլ նշանակում է, որ պատերազմը դառնում է անիմաստ ուղղակի ոչ ձեռնտու, որովհետև եթե մենք կարողանում ենք քաղաքական պայմանավորվածությունները ամրացնել տնտեսական պայմանավորվածություններով, այդտեղ շատ ավելի գործնականանում է խաղաղության մասին խոսակցությունը։ Բայց քանի որ Ադրբեջանի երկկողմ ձևաչափով Ադրբեջանի ուղղությամբ աշխատանքների մասին խոսեցինք, 25 թվականը բեկումնային էր այդ իմաստով նաև Թուրքիայի հետ հարաբերությունների տեսանկյունից, երբ առաջին անգամ պատմական այց տեղի ունեցավ Հայաստանի ղեկավարը այցելեց Ստամբուլ, Ստամբուլում հանդիպեց թուրք գործընկերոջ հետ, Էրդողանի հետ եւ թե ներքաղաքական ահռելի ճնշումներ էին, այդ ժամանակ հենց սկսում էր եկեղեցու շուրջ խմորումները եւ դրա նպատակը իհարկե կասեցնելն էր, խափանելն էր այդ այցը, որովհետեւ դրանով նոր շրջան էր բացվում տարածաշրջանի համար։ Տարածաշրջանը ոչ միայն Հայաստանն էր շնչառություն ստանում, տարածաշրջանն էր բացվում, իսկ հայ-թուրքական կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ, հատկապես երկկողմ ձևաչափով այս խոսակցության մեկնարկով, հասկանում ենք, որ էապես նվազում էր ռուսական ազդեցությունը տարածաշրջանում եւ անիմաստ էր դառնում այն ներկայությունը, որ մենք ունենք հայ-թուրքական սահմանին եւ ունենք ռազմաբազայի տեսքով եւ այս իմաստով այո օրակարգային են դարձել ընդհանրապես ռուսական նախագծերը եւ հայ-ռուսական պայմանավորվածությունները, որի հիմնական նպատակն էր սպառնալիքների հակազդումը կամ սպառնալիքների դիմակայելը։ Հիմա եթե Հայաստանը կարողանում է երկկողմ ձևաչափով, երկկողմ խոսակցությամբ այդ սպառնալիքները կառավարել կամ նվազագույնի հասցնել, կամ դրանք իսպառ չեզոքացնել, տրանսֆորմացնել, եթե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների միջև առաջիկայում, ինչպես Էրդողանն է նշում նաև, որ կլինեն սիմվոլիկ քայլեր, իսկ մենք գիտենք, որ դրանք մոտավորապես տեսք են ունենալու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դիվանագիտական շերտն է այլևս իմպլեմենտացվելու կամ Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվելու եւ դրան հաջորդելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Դա պետք է ունենար դեռևս 2022 թվականի հունիսին էր նախատեսված եւ դիվանագիտական անձնագրերի համար։ Սա նշանակում է, որ էապես օրակարգային հարցեր են դառնում ռուսական հատուկ ծառայությունների կամ FSB-ի ընդհանրապես ներկայության հարցը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին եւ ընդհանրապես այս սահմանը, որը ռուսական ընկալմամբ Հայաստանի եւ Թուրքիայի սահման չէ, այլ Թուրքիայի եւ Ռուսաստանի սահմանը եւ Եվրասիական տնտեսական միության սահմանը, ուրեմն նախ մեր խնդիրն է, որ այդ սահմանը նախ մենք դարձնենք Հայաստան-Թուրքիա սահման։ Սա իրապես մեր երկրի սուվերենության, մեր անկախության, մեր պետականության հարցն է, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը բոլորի կողմից ընկալվի որպես Հայաստան-Թուրքիա սահման եւ ոչ Հայաստան-Ռուսաստան, ինչպես դուք եք ասում, կամ Թուրքիա
Թուրքիա կամ Ռուսաստան Թուրքիա կամ Թուրքիա Եվրասիական տնտեսական միություն։ Իվան, ի վերջո Թուրքիայի սահմանը դա սահման է ընդհանուր եվրոպական մաքսային տարածքի, այո։ Մեկ, երկրորդը դա սահման է ՆԱՏՕ-ի հետ։ Եվ այլն, այսինքն այստեղ միայն երկկողմ նշանակություն չէ, որ ունի այս սահմանի բացումը կամ այս սահմանի ռեժիմի փոփոխությունը։ Եվ այդ սահմանում, երբ մենք հասկանում ենք, որ մենք Թուրքիայի հետ պետք է ունենանք ուղիղ հարաբերություններ, արանքում ինչ գործ ունեն ռուսները։ Առավել եւս, որ սա միայն Թուրքիայի հարց չէ, սա Հայաստանի Եվրոպական միության անդամակցելու կարևոր ճանապարհ է, եւ եթե մենք այս սահմանի բացման հարցը չենք լուծում, ընդհանրապես Հայաստանի Եվրոպական միության անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ այդ օրենքի ընդունումը անիմաստ է դարձնում։ Այսինքն այս օրենքի ընդունումից հետո կենսական անհրաժեշտություն է աշխատել այս ուղղությամբ եւ այդ սահմանը բացել։ Իհարկե սահմանը մենք չենք փակել, սահմանը փակողը եղել է Թուրքիան պետք է բաց։ Եվ բայց այս ուղղությամբ մենք այո, պիտի աշխատանք տանենք, որպեսզի այն խոչընդոտները։ Այսօր, երբ մենք խոսում ենք Հայաստան-Ադրբեջան հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, սա մի տեսակ ոնց որ այսպես ոչինչ չասող ձևակերպում է, ինչը դիվանագիտական տեսակետից ճիշտ է, բայց ըստ էության մենք չէ որ շրջափակել ենք Ադրբեջանին, Ադրբեջանն է շրջափակել մեզ։ Հիմա մենք առաջիկա քայլերում կարող ենք տեսնել, որ Ադրբեջանը մեզ ընդառաջ քայլեր է անում մեկը մյուսի հետևից, բայց կներեք դա այդպես էլ պետքա լիներ, որովհետև ել եմ ասում, Ադրբեջանն է, որ շրջափակել է մեզ եւ ապա շրջափակման այս գործընթացում ավելի շատ քայլեր պետք է անի եւ կանի Ադրբեջանը այդ ամբողջական անցանելիությունն ապահովելու համար։ Մեր մասով խոսքը վերաբերվում է Նախիջևանին, այդ թրիպն էլ երևի թե լավագույն լուծումներ, որը կարելի է պատկերացնել այս ամենում, բայց ոչ թե մեկուսի, այլ այդ ընդհանուր երկու երկրների միջև ճանապարհների ապաշրջափակման տրամաբանության մեջ դա կարող է աշխատել։ Ի վերջո այնպես պատկերացում չպետք է լինի, որ դա մենք անում ենք, որ ընդամենը որ Ադրբեջանը գնա Նախիջևան, Նախիջևանից էլ գնան Ադրբեջան։ Դա այդպես չի։ Մենք պիտի այդտեղ շարունակություն ունենանք։ Շարունակություն պետք է լինի եւ դեպի Ղարս, դեպի ոչ միայն դա Իջևան Ղազախ պետք է լինի եւ այլն եւ այդպես։ Բայց այստեղ իհարկե չափազանց կարեւոր է հասկանալ այն կոնցեսիոն պայմանավորվածությունը, որ Հայաստանը եւ Ռուսաստանը կամ ռուսական երկաթուղիները կայացրել են, այստեղ չափազանց կարեւոր է հասկանալ, որ այս պայմանավորվածությունները նաեւ Միացյալ Նահանգների հետ ճանապարհների ապաշրջափակման խաղաղության խաչմերուկի շուրջ ամենևին Ռուսաստանի շահերից չեն բխում եւ ռուսական այս կոնցեսիան երկաթուղիների կարող է տորպեդահարել այդ պայմանավորվածությունները եւ քանի որ իրենք հիմա կառավարում են մեր երկաթուղիները, այդ ձեր նշած այդ ընդհանրապես բոլոր գոյություն ունեցող ենթակառուցվածքները ուղղակի դրանք գործարկելու մեր այս կամքը, մեր այս ցանկությունը խնդիրներ կարող են այդ։ Վարչապետն առաջարկեց, ասաց, ես կոչ եմ արել իրենց, խնդրել եմ բոլոր այն կապող հանգույցները Գյումրի Կարս, Երասխզավարակ եւ Իջևան Ղազախ արագ վերականգնել։ Արման, հենց ռուսական պիտի գնահատեն Z public-ներն են գրում այն ողբալի վիճակի մասին, որը տիրում է RŽԴ-ին։ RԺԴ-ն դաժանորեն թալանվել է Պուտինի մերձավորների կողմից, հենց Պուտինի նշանակածում։ Կարելի է պատկերացնել, թե իրավիճակը ինչպիսի ողբերգական մինուս, նրանք խնդրում են պետությունից սուբսիդիա այդ անցքը փակելու համար, պետությունն էլ հնարավորություն չունի ու հիմա մենք այդ ընկերությանը
խնդրում ենք Հայաստանում անել մի աշխատանք, որը այսպես մակերեսի նայում ենք $1 միլիարդ ներդրում է պահանջելու առնվազն։ Թույլ տվեք ես իմ լուրջ կասկածը հայտնեմ դրա հնարավորության վերաբերյալ։ Ու կարծում եմ, որ վարչապետը լավ արեց, որ կոչ արեց, իսկ կոչի պատասխանին մենք շատ կարճ ժամանակ պետք է սպասենք, որ գոնե վերբալ մեզ բացատրեն դա ոնց է տեղի ունենալու, այդ $1 միլիարդը որտեղից։ Առավել ևս, որ մենք այս կոնցեսիայով պարտավորվել ենք ռուսական այդ ընկերության վնասները փակել, մենք տարեկան կտրվածքով իրենց մեր հարկատուների հաշվին վնասներն ենք փակել, ըստ էության հնարավորություն չենք տվել նաև իրենց ներդրումները երբևէ թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ հեռանկարում պլանավորել եւ շահութաբեր դարձնել այդ ընկերությունը։ Իրենք որևէ շահագրգռություն չեն ունեցել։ Մեկապետությունը տալիս է, դե իմաստը։ Սա այս պարազիտը պիտի վերանա, եթե մենք իրապես մտածում ենք հարևանների հետ ճանապարհները ապաշրջափակել եւ Հայաստանի տնտեսությունը բացել, Հայաստանը բացել աշխարհի առջև։ Այսինքն ճանապարհների ապաշրջափակում ոչ միայն հարավում, ոչ միայն Թրիպով, որը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, որտեղ Մեղրի տարածաշրջանը Հայաստանին աննկարագրելի քաշ եւ ծանրություն է հաղորդում ռեգիոնալ, բայց նաեւ մյուս ուղղությունները կարողանանք գործարկել եւ առաջ շարժվել։ Ես տեսնում եմ, որ փետրվար ամիս մինչև ՌԺԴ-ն ժամանակ ունի պատասխանելու վարչապետի կոչին, վերբալ ըստ դրանից հետո արդեն պետք է հետևեն շատ որոշակի քայլեր, մոտավորապես հեծի շուրջ տեղի ունեցող process-ների տրամաբանության մեջ։ Եվ տեսնելով թե հեծում ինչպիսի խայտառակ հավելագրումներ ընթացիկ տնտեսական վիճակ էր, կարելի է միայն պատկերացնել թե ինչ է կատարվում Գազպրոմում եւ թե ինչ է կատարվում Հարավկովկասյան երկաթուղներում, որտեղ ոչ մի բան թափանցիկ չի, ոչ մի հաշվետվություն չկա պետությանը եւ պետությունը ուղղակի անհաղորդ է այն իրերի դրությունից, որը կատարվում է եւ որը գոյություն ունի Գազպրոմում եւ Գազպրոմի բաշխիչ ցանցում, ինչպես նաեւ երկաթուղիներում։ Այսինքն մենք տեսնում ենք հիմա այլևս այս 25 թվականը մեր հարևան Ադրբեջանի, հարևան Թուրքիայի հետ, պրոբլեմային հարևանների հետ հարաբերությունները եկել հանգել են արդեն մի հրամայականի, որ այդտեղ արանքից պետք է այլոք դուրս գան արանքից, հա, ընդ որում թե ֆիզիկական իմաստով բառից, թե դիվանագիտական, քաղաքական, պատմական իմաստով բոլոր իմաստներով արանքից, այո, այդ դուրս գալու ժամանակն է Հայաստանը պետք է ինքնուրույն վարի իր գործերը իր հարևանների հետ լինի դա պրոբլեմային, թե ոչ պրոբլեմային, որովհետև մեկն էլ որտեղ իրենք կանգնած են, ոչ պրոբլեմային հարևան։ Մեր խնդիրն է որպես պետություն վարվել։ Որտեղ պետության խնդիրը, պրոբլեմները ոչ թե պրոբլեմների մատնանշումով խուսափել դրանում կամ վանել պրոբլեմը կամ դնել ուրիշի վրա։ Այո, մենք պիտի կարողանանք որպես պետություն հանդես գալ, այո, կառավարել պրոբլեմները, տրանսֆորմացնել եւ գործընկերների այնպիսի շրջանակ, որոնք քեզ այնպիսի ուժ կհաղորդեն, որ դու երկկողմ ձևաչափով քո խոսակցությունը կարողանաս քո շահերին ծառայեցնել եւ առաջ տանել, ինչը մեզ հաջողվել է, պետք է ասել 2025 թվականին եւ մենք տեսնում ենք նաեւ որոշակի այսպես ուղերձներ Ռուսաստանից, որ մի մոռացեք, որ ռուսներն են հայ-իրանական սահմանին կանգնած եւ տրիպի հետ կապված մենք որոշ վերապահումներ ունենք, ավելին պետք է հայաստանցի գործընկերները մեզ պիտի տեղեկացնեն, թե տրիպի շուրջ ինչ պայմանավորվածություններ կան եւ թե ինչպես կարող է Ռուսաստանը մասնակցել դրան։ Սրանք արդեն բավական վտանգավոր զարգացումներ են, որտեղ տրիպը խաղաղության մասին է, իսկ խաղաղությունն ու Ռուսաստանը անհամատեղելի են, սրա մասին էլ երկար ժամանակ խոսել ենք, եթե մենք իրապես խաղաղության գործարք ենք կոչում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները եւ իրապես ուզում ենք այս տարածաշրջանում խաղաղություն կառուցել, դա հնարավոր չի անել Ռուսաստանի հետ, որովհետեւ խաղաղությունը եւ Ռուսաստանը անհամատեղելի են։ Շնորհակալություն այս զրույցի համար։ Նմանապես մենք էլ առաջիկայում կհանդիպենք։